Բարև ձեզ հարգելի տնօրեններ, ես Տաթևիկ Հարությունյանն եմ, Կզնակ հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնի մասնագետը։ Ինչպես գիտենք, հանրակրթական ուսումնական հաստատություններում ընթանում է ուսումնադաստիարակչական աշխատանքների տարեկան պլանի վերապատրաստումները։ Այսօր հրավիրել ենք Կոտայքի մարզի ուսումնական հաստատությունների տնօրենների, որոնց հետ կխոսենք այդ թեմայով։ Կխնդրեմ ներկայանաք հարգելի տնօրեններ եւ խոսենք մի փոքր վերապատրաստումների մասին։ Համեցեք Տիկին Երանոսյան, ինչպես է ընթանում վերապատրաստումները, ինչ փուլում է, մի փոքր խոսեք այդ մասին, համեցեք։ Սիրով, վերապատրաստումները անցնում են շատ արդյունավետ, իմ կարծիքով այս վերապատրաստումները անհրաժեշտ են բոլոր տնօրեններին, նամանավանդ ինձ նման ոչ երկար տարիներ աշխատած տնօրեններին, որովհետև փորձառու տնօրեններից մենք բավականին շատ բան սովորեցինք եւ մեր վերապատրաստումները միշտ անցել են փոխադարձ քննարկումների ձևաչափով եւ աշխատել ենք սկզբում առաջին կիսամյակի ՈՒԴԱՊ պլանի վրա, հետո բոլորս միասին քննարկելով առաջին կիսամյակը, մանրամասն ուսումնասիրել ենք հիմնական դպրոցի պլանը, հետո առանձին ուսումնասիրել ենք ավագ դպրոցի պլանը եւ միասին քննարկումների արդյունքում առանձնահատկությունները, որոնք կապված էին մեր դպրոցների հետ, ես ինքս շատ բան եմ քաղել այդ վերապատրաստումներից եւ մեր փորձագետը նույնպես շատ արդյունավետ քննարկումների միջոցով մենք աշխատել ենք բառից բուն իմաստով մեր ՈՒԴԱՊ պլանների վրա։ Ես համարում եմ, որ վերապատրաստումը հաջողված էր, ճիշտն ասած պետք է խոստովանեմ, որ առաջին անգամ եմ այսպիսի արդյունավետ քննարկման մասնակցում, վերապատրաստումներ միշտ եղել են ուսումնական պլանների եւ ամեն ինչի հետ կապված, բայց ինձ համար սա շատ ուսանելի էր այն իմաստով, որ ես շփվեցի մեր մարզում 24 ինչու՞ չէ փորձառու տնօրենների հետ եւ շատ բան սովորեցի եւ ես որ համեստություն արեցի, ասեցի, որ շատ բան եմ սովորել, իրենք էլ իրենց կողմից ասեցին, որ մենք էլ ձեզնից ենք սովորում, որովհետեւ քննարկումների ժամանակ միջոցառումներից սկսած, մոտեցումներից, ամեն ինչից կախված ստացվում է, որ շատ էֆեկտիվ բուռն քննարկում է, դրա համար ես պետք է գնահատեմ արդյունավետ եւ ուզում եմ մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնել մեր փորձագետին, որ ոչ միայն հենց կոնկրետ տրված պլանի վրա էինք աշխատում, այլ նաև քննարկման արդյունքում մենք կարգեր էինք քննարկում, եթե որևէ տնօրեն սխալ բաներ գրել, այնքան զգուշավոր, գեղեցիկ մոտեցումով քննարկում էինք դա, ուղղում էինք այնպես, որ սխալ արած տնօրենը չէր զգում իր սխալը։ Շնորհակալություն Տիկին Երանոսյան, Տիկին Մարկոսյան, լսենք ձեզ, այ ինչպես է ընթանում ձեզ մոտ վերապատրաստումները, 1-2 բառով խնդրում եմ նշեք։ Իրով, բարև ձեզ, ուսումնադաստիարակչական աշխատանքների տարեկան պլանի ձևավորման գործընթացը այնպիսի մի փուլ ապրեց եւ այնպիսի մի գործընթաց իրականացվեց, կարծես մենք սովորում էինք զարգացման ծրագրի կատարողականի այբուբենը։ Ուսումնադաստիարակչական տարեկան աշխատանքային պլանը եւ ներդպրոցական վերահսկողության պլանը իրենք դպրոցի զարգացման ծրագրի կատարողականի անբաժանելի մասն են։ Եվ տարիներ շարունակ մենք մեր սեղանին ունեցել ենք փաստաթղթեր, հիմնարար փաստաթուղթը, կանոնադրությունը, զարգացման ծրագիրը, ՈՒԴԱՊ-ը, ներդպրոցական վերահսկողության պլանը, մանկավարժական աշխատողների պաշտոնեական պարտականությունների կատարումը եւ այս ամենը ամբողջ ուսումնական տարվա ընթացքում վերահսկելիս պարբերաբար թերթում էին։ Կզնակ հիմնադրամը մեզ տվեց այսպիսի մի փաստաթուղթ ուղղորդող, որով կարող ենք ձևավորել ՈՒԴԱՊ ելնելով դպրոցի զարգացման ծրագրի կատարողականից եւ ամբողջ ուսումնական տարվա ընթացքում պարբերաբար պատասխանատուներով, ժամանակացույցով կատարել հաշվետվողական աշխատանք, որը նպաստում է նաև դպրոցի ողջ վարչական աշխատողների եւ խորհրդակցական մարմինների աշխատանքը կանոնակարգելու եւ հեշտացնելու, թափանցիկ դարձնելու։ Երբ ՈՒԴԱՊ-ը հանրայնացնում եք դպրոցում, ինքը արդեն ուղղորդող փաստաթուղթ է հետագա գործընթացները ծավալելու եւ իրականացնելու համար։ Մեր խորին շնորհակալությունը կզնակ հիմնադրամին նման գործընթաց կազմակերպելու եւ մեզ ներգրավելու, ինչու՞ չէ նաեւ այս հունիս ամսվա բուռն աշխատանքային շրջանը կանոնակարգելու եւ ես
մի բան հավելեմ, մեր աշխատանքային առօրյան կազմակերպելու համար, խորապես շնորհակալություն այս ուղղորդող փաստաթուղթն ունենալու համար։ Շնորհակալություն Տիկին Մարկոսյան, հարգելի տնօրեններ, կցանկանամ խոսեք այն մասին, ասեք, թե որքանով եք կարևորում տարեկան պլանը դպրոցի կառավարման և ղեկավարման աշխատանքները կազմակերպելիս։ Խնդրեմ Տիկին Պողոսյան, համեցեք։ Բարև ձեզ, ողջունում եմ բոլորիդ։ Ես էլ իմ խորին շնորհակալությունն եմ ուզում հայտնել կզնակ հիմնադրամին մեզ նման հնարավորություն ընձեռելու համար, որովհետև իսկապես շատ արդյունավետ աշխատանքներ մենք ունեցանք այս ընթացքում, շատ նոր բաներ սովորեցինք, նաև փորձի փոխանակում մեկս մյուսից, մեր փորձագետն էլ ջանք ու եռանդ չէր խնայում, իսկապես որ ամեն ինչը շատ մատչելի, շատ հանգիստ, լավ կերպով մեզ էր մատուցում, շնորհակալություն նաև իրեն։ Ուսումնադաստիարակչական աշխատանքների տարեկան պլանը շատ բնականաբար մեզ օգնող, մեզ առաջնորդող հիմնական փաստաթուղթն է դպրոցում համարվում, որ մենք եթե կանոնակարգված է լինում մեր ՈՒԴԱՊ-ը, բնականաբար մեր գործողություններն ավելի հստակ են լինում եւ նաեւ ոչ միայն տնօրենի գործողությունները, տնօրենի գործողություններից նաեւ բխում է այս ՈՒԴԱՊ-ից բխում է նաեւ մեթոդ միավորման ղեկավարների աշխատանքը, այնտեղ տեղակալների աշխատանքը, նաեւ որոշ բաներ դասղեկների աշխատանքից ենք ներառել այստեղ, թեև իրենք առանձին ունեն, համենայն դեպս, եթե առաջ իրենց աշխատանքի հիման վրա մենք մերն էինք կազմում, հիմա հակառակը մեր կանոնակարգված, այսպես գեղեցիկ կազմած, չգիտեմ հիմա ինչքանով լավ կլինի, ինչպես կլինի, Համենայն դեպս աշխատանքների ընթացքը այդպիսին էր, որ պետք է լավ կազմենք։ Հիմա թե մեզ մոտ ինչքանով է ստացվել, դա հետագայում արդեն բարձ կդառնա։ Ամենակարևորը, որ արդյունքում մեր աշխատանքը լինի չափելի, տեսանելի, միայն թղթային տարբերակով չմնա այդպես, ես իմ ինչ խոսքեր գրած, այլ իսկապես չափելի լինեն մեր գործողությունները։ Կարծում եմ, ոչ թե կարծում եմ, այլ համոզված եմ, որ շատ արդյունավետ, լավ վերապատրաստում է, շնորհակալություն եւս մեկ անգամ։ Շնորհակալություն Տիկին Պողոսյան, Տիկին Հարությունյան, խնդրեմ, լսենք ձեզ, որքանով եք կարևորում տարեկան պլան դպրոցի կառավարման եւ ղեկավարման աշխատանքները կազմակերպելիս։ Բարև ձեզ, շնորհակալություն, գաղտնիք չէ, որ ցանկացած աշխատանքի արդյունավետությունը ի սկզբանե ճիշտ պլանավորումն է, այնուհետև վերահսկողական գործիքների ներդրումը։ Ուսումնադաստիարակչական աշխատանքների տարեկան պլանը համատեղում է ներդպրոցական վերահսկողությունը, համադրում է ուսումնական կրթական գործընթացի վրա բովանդակային շեշտադրումները եւ այս ամենի ուղիղ կապը դպրոցի զարգացման ծրագրի հետ։ Հետևաբար այն կարևորագույն փաստաթուղթ է յուրաքանչյուր դպրոցի գործունեության կազմակերպման ընթացքի մեջ։ Վստահ եմ, որ բոլոր գործընկերների համար այն նոր փաստաթուղթ չէ, պարզապես հնարավորություն տվեց մեզ եւ հանրակրթության պետական չափորոշիչի ներդրման շրջանակներում դպրոցների առջև ծառացած խնդիրները ավելի համակարգված իրականացնելու եւ դպրոցի զարգացման ծրագրի կատարողական չափանիշների հստակ իրականացման ժամանակացույցը սահմանելու առումով ու կարծում եմ վերապատրաստումը թերևս իսկապես համաձայն եմ իմ գործընկերների հետ մեզ հրամցված ամենաարդյունավետ վերապատրաստումներից մեկն էր, որովհետև իսկապես գործնական հնարավորություն տվեց լրամշակելու այն փաստաթուղթը, որը պիտի գործածվի հաջորդ ուսումնական տարում ուսումնադաստիարակչական աշխատանքներն իրականացնելիս։ Մեր դպրոցում այն դարձավ նաև համագործակցային փաստաթուղթ, որովհետև դպրոցի զարգացման ծրագրի ուղենիշների հիման վրա բոլորս աշխատեցինք ստեղծելու այն փաստաթուղթը, որը կնպաստի եւ կրթության որակի բարելավմանը եւ չափորոշիչի ներդրմանը եւ մասնագիտական համակազմի զարգացմանը, ինչպես նաեւ համայնքի եւ այլ հաստատությունների հետ համագործակցային միջավայր ապահովելու սկզբունքի իրականացմանը։ Շնորհակալ ենք շատ Տիկին Հարությունյան,
Տիկին Մանուկյան, հարց ուղենք ձեզ, ինչպես նշեցին Տիկին Մարկոսյանը, Տիկին Հարությունյանը, որ տարեկան աշխատանքային պլանը սերտորեն կապված է զարգացման ծրագրի հետ, դպրոցի զարգացման ծրագրի նպատակներից է բխում։ Հիմա հարցս ուղենք ձեզ։ Այն ինչպես կօգնի այս ձևաչափով մշակված տարեկան պլանը հասնել ձեր դպրոցի զարգացման ծրագրի նպատակներին։ Խնդրեմ, լսենք ձեզ։ Շնորհակալ եմ հարցի համար։ Շնորհակալ եմ հարցի համար, ողջունում եմ բոլորին։ Թույլ տվեք առիթից օգտվելով ուրեմն շնորհակալություն հայտնել կզնակ հիմնադրամին մեզ նման հնարավորություն ընձեռելու, նման կարևորագույն վերապատրաստման մասնակից դարձնելու համար, որովհետև իսկապես ձևավորվել էր մի համագործակցային թիմ, որտեղ մեկը մյուսի աշխատանքները լսելով կարևորագույն դիտարկումներ էին անում եւ ըստ հավուր պատշաճի նաեւ լրացումներ էին կատարվում։ Շնորհակալ եմ նաեւ մեր փորձագետին նման ձևով վարելու, ճշտապահությամբ ժամին միանալու եւ մեր այդ ամբողջ խմբում այսպես արդյունավետ եւ նպատակային գործողություն ծավալելու համար։ Իսկ այո, ինչպես իմ գործընկերները նշեցին, ուսումնադաստիարակչական աշխատանքների տարեկան պլանը, այո, պետք է բխի դպրոցի զարգացման ծրագրից եւ սա այն կարևոր ռազմավարական փաստաթուղթն է դպրոցի, որտեղ պետք է լինեն այո հստակ սահմանված եւ իրատեսական գործողություններ, որոնք պետք է բխեն հենց զարգացման ծրագրում արծարծված նպատակներից եւ այդպես էլ արել ենք, որովհետեւ այս անգամ արդեն մեր ՈՒՏԱՊ-ում ընդգրկված գործողությունները բոլորը չափելի են եւ իրատեսական եւ ես կարծում եմ, որ մենք ընդգրկել ենք այն բոլոր կարևոր բաղադրիչները, որոնք իրապես մենք պետք է անպայման իրագործենք, որովհետեւ հենց դրանով է պայմանավորված դպրոցի զարգացումը եւ ինչպես նաեւ կրթության որակի արդյունավետության բարձրացումը, այդ թվում նաեւ հանրակրթական պետական չափորոշիչով սահմանված կարողունակությունների զարգացումը։ Մենք նաեւ շեշտը շատ կարեւոր է դրել ենք դրանց վրա։ Եվս մեկ անգամ անչափ շնորհակալ եմ։ Շնորհակալ ենք շատ Տիկին Մանուկյան, Տիկին Երանոսյան, լսենք նաև ձեզ, դուք խնդրեմ ասեք ձեր կարծիքով կիսվեք մեզ հետ, կօգնի արդյոք այս ձևաչափով մշակված տարեկան պլանը հասնել ձեր դպրոցի զարգացման ծրագրի նպատակներին։ Այո, ես լիահույս եմ, որ մեր առջև դրված բոլոր խնդիրները մենք կատարելու ենք, որովհետև մեր աշխատանքը արդեն կատարյալ համակարգված է։ Խմբակներից, նախակրթարանից սկսված, երկարօրյա դասերի հետ կապված ամեն ինչը կարգերով քննարկվելուց հետո մենք համակարգված մոտեցում ենք արել։ Եվ կուզեի Տիկին Մանուկյանի խոսքը շարունակել, որ մենք այո, դասընթացի ժամանակ շատ լուրջ ուշադրություն դարձրեցինք նոր ՀՊՉ-ով 8 կարողունակությունների վրա եւ եթե որևէ նախաձեռնություն մենք ի սկզբանե դրել ենք մեր առջև, որ պետք է կատարենք, անպայման պետք է գնայինք դրա հետևից, որ ինքնանպատակ չպետք է լիներ ստուգումը, եթե մենք դրել ենք որևէ առարկայի ուսումնասիրություն, դիտարկում, ուրեմն պետք է որոշ ժամանակ անց մենք անպայման գնանք այդ աշխատանքի հետևից եւ տեսնենք ինչ արդյունքներ է տվել, մենք ինչ նպատակ էինք դրել 8 կարողունակություններից որն էինք նպատակադրվել իրականացնելու, մշակութային կլինի դա, տնտեսական կլինի, լեզվամտածողության կլինի, մենք փորձել ենք գրեթե բոլոր, ես բոլորի անունից կարող եմ ասել, որտեղ գրեթե բոլոր 24 տնօրենների ՈՒՏԱՊ-ներն էլ ուսումնասիրել եմ, մենք բոլորս ենք ուսումնասիրել, որովհետև իսկապես թիմային աշխատանք է եղել եւ ես վստահ եմ, որ մենք գրեթե բոլոր 8 կարողունակություններն էլ դրված են մեր աշխատանքների հիմքում։ Եվ վստահ եմ, որ մենք կկատարենք։ Շնորհակալ ենք շատ Տիկին Երանոսյան, Տիկին Մարկոսյան ջան, լսենք ձեզ, ինչ օգնության, միգուցե մեթոդական աջակցության կարիք ունենաք այս ձևաչափով մշակված տարեկան պլանում ներառված աշխատանքները կատարելու համար։ Տարիների վեր, երբ ուսումնադաստիարակչական աշխատանքների տարեկան պլանը գրում էինք, անկեղծ անամ մի փոքր, գրում էինք օգոստոս-սեպտեմբեր ամիսներին։ Այո, եւ այդ ամիսները գեր ծանրաբեռնված լինելով եւ գրելով ուսումնադաստիարակչական տարեկան աշխատանքային պլան, արդեն բաշխումը աշխատանքային պարտականությունների բաշխումը մի քիչ կարծես դժվարանում էր ու երկարում էր ժամանակը։
Հիմա, երբ մենք կատարեցինք այս հսկայածավալ աշխատանքը, մեր փորձագետի, հմուտ փորձագետի օգնությամբ, այո, ում շատ մեծ շնորհակալություն, մենք հասկացանք, որ պահարանում ունենք դրված մի ռազմավարական փաստաթուղթ, որը բխել է զարգացման ծրագրից եւ տանում է զարգացման ծրագրի նպատակների կատարողականի ճիշտ օգտագործման, ճիշտ իրականացմանը եւ այն տանում է դեպի հանրակրթական պետական նոր չափորոշիչի կարողունակությունների ու վերջնարդյունքների ապահովմանը։ Մեզ ուրիշ ոչինչ չթողեցին անելու։ Ընդհանրապես հեշտացրեցին մեր աշխատանքը եւ ասացին՝ դուք կարող եք ձեր ամառային հանգիստը վայելել, որովհետեւ արդեն ունեք 25-26 ուսումնադաստիարակչական աշխատանքների տարեկան պլանի մի գերազանց փաստաթուղթ։ Ես խորապես կրկին ասում եմ, այո, շնորհակալություն մեզ աշխատացնելու համար, այո, դրամադրված է ձեզ, այո, կզնակի աջակցությունը իսկ հետագայում արդեն 2 ամիսների ընթացքում, 1 կամ 2 ամիսների ընթացքում դուք արդեն ազատ եք որևէ աշխատանք, որը արդեն ավելի լավ կպատկերացնեք, կարող եք ներառել։ Շնորհակալություն շատ, Տիկին Մարկոսյան։ Այս փաստաթուղթը դպրոցում շրջանառվում է, արդեն մեթոդ միավորումներն են ծանոթ, արդեն մանկավարժական ամբողջ համակազմն է ծանոթ, արդեն մանկավարժական խորհրդում վաղը կքննարկենք, լավ էր, կանոնակարգված էր, խորապես շնորհակալություն։ Այո։ Շնորհակալ ենք շատ։ Տիկին Հարությունյան, լսենք նաև ձեզ, դուք ինչպիսի աջակցության, օգնության կարիք ունեք պլանում ներառված աշխատանքները կատարելու համար։ Միգուցե որևէ աշխատանք կա, որը որ ձեր դպրոցին պետք է մեթոդապես աջակցություն տրամադրվի կզնակ հիմնադրամի կողմից։ Կարծում եմ կզնակ հիմնադրամն արդեն իսկ այդ մեթոդական աջակցությունը մեզ տրամադրել է եւ համաձայն եմ Տիկին Մարկոսյանի հետ, սովորաբար օգոստոս ամսին գերծանրաբեռնված շրջանում կազմված փաստաթուղթը մի փոքր արդյունավետության տեսանկյունից խնդիրներ ուներ ու կունենա վստահաբար, իսկ այն փաստաթուղթը, որն այս պահին մեր սեղանին է, նաեւ հնարավորություն է տալիս ուսումնական ամբողջ տարվա կտրվածքով իրականացնել ծանրաբեռնվածության բաշխում նաև սեմինարների, խորհրդատվությունների, ՀՊՉ-ի ներդրման ուղղված գործողությունների հստակ պլանավորում, այդ թվում սեպտեմբեր ամսին օրինակ, որ սովորաբար մենք միշտ կարծես կազմակերպչական աշխատանքներին էինք տրամադրում, հիմա ավելի ուղղորդված կլինի, որովհետև այդ 1 ամսվա բաց թողումը կարծում եմ ուսումնական բովանդակության շեշտադրման վրա խնդիրներ առաջացնում է այնուամենայնիվ, քանի որ եղել է օրինակելի նմուշ եւ յուրաքանչյուրս կիսվել ենք մեր ստեղծած ուսումնադաստիարակչական աշխատանքների տարեկան պլանով, կատարվել են նրա մշակումները, կարծում եմ միայն մենք եւս մեկ անգամ վերանայելու կարիք ունենք, որևէ բաց թողում չունենալու եւ արդեն դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգում ներմուծելու ու գործածության մեջ այն իրականացնելու արդյունքները տեսնելու։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Տիկին Հարությունյան, հարգելի տնօրեններ, կցանկանամ խոսեք այն մասին, թե ինչ առաջարկություններ ունեք այս ձևաչափով ընթացող վերապատրաստումների հետ կապված։ Խնդրեմ Տիկին Պողոսյան, ինչ առաջարկություններ ունեք։ Ես չգիտեմ, կողմ եմ, իմ տեսակետն այն է, որ ես կցանկանամ, որ նման վերապատրաստումները շատ լինեն, կցանկանայի հաջորդ վերապատրաստումը լիներ, իհարկե իմ ցանկությունն է, դա զուտ, որ պլանի հետ կապված, որ մենք կարողանայինք մեր ուդապները ավելի հմուտ ձևով անցկացնել work plan-ում, չնայած անցած տարի դրանով աշխատել ենք, բայց կցանկանայի, որ ավելի կանոնակարգված լիներ աշխատանքը, բնականաբար այս տարի ես համոզված եմ մեծ վերահսկողություն է լինելու նաև work plan-ում, որ ավելի հստակ մեր աշխատանքները կարողանայինք անցկացնել այնտեղ, որը որ բավականին օգնում է մեզ մեր աշխատանքները ավելի կանոնակարգված անցկացնելու, որովհետև երբ որ կան գործողությունները արդեն էլեկտրոնային հարթակում շաբաթվա կտրվածքով, դա ավելի պարտավորեցնում է, ավելի այսպես հստակ է դարձնում մեր գործողությունների պլանը եւ մենք էլ դա փոխանցում ենք մեր մեթոդ միավորման ղեկավարներին նախապես բնականաբար արդեն իրենք էլ իրենց այդ ամսվա շաբաթվա ամսվա անելիքը հստակ պատկերացնում են ու այդ դեպքում արդեն շատ չափելի է դառնում կարողանում են իսկապես ինչը գրենք այն էլ իսկապես կատարած ենք էլի կուզեի որ հաջորդ վերապատրաստումը լիներ այդպես work plan-ի վերապատրաստում եւ այս ձևաչափով վերապատրաստումները համենայն դեպս
իսկապես ինչպես նշեցին մեր գործընկերները, սա ամենաարդյունավետ վերապատրաստումներից մեկն էր, որ եղավ։ Շնորհակալություն Տիկին Պողոսյան, համեցեք Տիկին Մարկոսյան, դուք նույնպես հարց ունեք առաջարկությունից։ Առաջարկություն ունեմ Տիկին Հարությունյան, կխնդրեի, որ առաջիկայում ունենայինք նմանատիպ վերապատրաստում իրականացնելու մեր ուսումնական պլանները նոր հանրակրթական պետական չափորոշիչով սահմանված, որովհետև այնտեղ որքան էլ մենք փորձում ենք այս պահին էլ նստած աշխատում ենք, խնդիրներ են առաջանում, հարցեր են առաջանում, որը փորձում ենք քննարկել տնօրեններով, հեռախոսազանգերով, կզնակ հիմնադրամի աշխատակիցների հետ միասին, բայց եթե լինի այսպիսի ձևաչափով քննարկում, բավականին արդյունավետ կլինի եւ ավելի վստահ կլինենք մենք մեր իրականացած հետագա գործողությունների կատարման համար։ Կխնդրեի նմանատիպ մի վերապատրաստում ուսումնական պլանների ձևավորման նոր ՀՊՉ-ով պայմանավորված 10-11-րդ դասաներում, քանի որ մենք ավագ դպրոց ենք ու նպատակահարմար եմ գտնում Հավել եմ Տիկին Մարկոսյան, որ այս վերապատրաստումից հետո ձեզ աջակցություն տրամադրվելու է այս ուսումնական պլանների մասով ձեզ աջակցություն կտրամադրվի, հանգիստ եղեք, հաջորդ թիվ դա աշխատանքները ընթացքի մեջ են, կստանաք աջակցություն։ Տիկին Հարությունյան, խնդրենք, լսենք նաև ձեզ, Տիկին Մանուկյանին ևս կլսենք, ինչ առաջարկություններ ունենք վերապատրաստումի հետ կապված։ Գիտենք, որ արդեն վերջնական փուլին եք գրեթե հասել եւ արդեն պատրաստ են ձեր վերջնական ՈՒԴՏՊ-ների նախագծերը, այսպես ասենք։ Ուսումնադաստիարակչական աշխատանքների տարեկան պլանի հետ կապված թերևս այս պահի դրությամբ ընթացիկ գուցե առաջանան անհրաժեշտություն, բայց այս պահի դրությամբ որևէ առաջարկություն չունեմ եւ կիսում եմ իմ գործընկերների մտահոգությունը հատկապես ուսումնական պլանների հետ կապված ու շնորհակալություն, որ նախատեսված է նաեւ այդպիսի վերապատրաստում։ Շնորհակալ ենք շատ։ Տիկին Մանուկյան, լսենք նաև ձեզ, ինչ առաջարկություններ ունենք վերապատրաստումների հետ կապված, կամ մտահոգություններ, կամ դիտարկումներ։ Մտահոգություններ որպես այդպիսին չկան, որովհետև մենք նորից եմ կրկնում շնորհակալ ենք կզնակ հիմնադրամին եւ անընդհատ բարբերաբար վերապատրաստումներ ուրեմն կազմակերպելու համար, դրանք շատ արդյունավետ են, հատկապես նորից այս վերջինը, եւ համամիտ եմ Տիկին Մարկոսյանի հետ, ես եւս մեծ սիրով կմասնակցեի ուսպլանի հետ կապված որևէ այդպիսի սեմինարի, որովհետև իսկապես նպատակային խմբեր ձևավորելու ժամանակ մի շարք հարցեր ամենայն դեպս հուզում են եւ իսկապես մենք սկսում ենք հեռախոսազանգերի միջոցով համագործակցել այլ դպրոցի տնօրենների հետ։ Շնորհակալ ենք շատ։ Շնորհակալություն, Տիկին Երանոսյան, լսենք նաև ձեզ։ Նախ ուզում եմ ձեզ այսօրվա հանդիպման համար շնորհակալություն հայտնել, այս ձևաչափով հանդիպումները շատ արդյունավետ են, ճիշտն ասած մենք մեզ լավ ենք զգում, եթե մեր կարծիքը հաշվի են առնում, մեզ հետ քննարկում են որևէ հարց, մեր աշխատանքով մտահոգված են։ Ես որպես տնօրեն, աշխատող տնօրեն, որ որպես ուսուցիչ եմ նաև քիմիա առարկա եմ դասավանդում, ինչ շատ հետաքրքիր էր Տավուշի մարզում բնագիտական առարկաների քննությունները։ Ես ճիշտ ասած ձեր քննարկումները հետևել եմ, տեսել եմ ինչպես են նախագիծ անցկացնում, նույնիսկ երեխաների մասնակցությունն եմ ուսումնասիրել, ինչ շատ հետաքրքիր է, բայց ես շատ բացեր ունեմ, թե մենք ինչպես ենք այս տարի այդ բնագիտական առարկաների քննությունները անցկացնելու, որպես բնագետ եմ, սա խնդրանք իմ կողմից, որ գոնե մի հատ քննարկում մեկ անգամ գոնե լինի, թեկուզ մենք միջնորդավորված լինենք ուսուցիչների համար, եւ երկրորդ հարցը հուսով եմ, որ բոլոր տնօրեններին դա շատ հետաքրքիր է եւ ցանկալի է դա, որ մենք էսեի հետ կապված մենք սեմինարներ ենք դրել մեր ՈՒԴԱՊ-ներում, ոչ միայն էսեի գնահատման չափորոշիչների, բոլոր տարբեր տեսակի սեմինարներ ենք դրել, բայց եթե մենք դժվարանանք, մենք կդժվարանանք էսեի հարցում եւ կդժվարանանք այս բնագիտական նոր քննությունների անցկացման ձևաչափի հարցում։ Կուզեի թեկուզ մենք լսեինք միջնորդավորված ուսուցիչներին, հետո ավելի ռեալ տեղեկացնեինք։ Իմ առաջարկը սա կլիներ։ Եղավ, շնորհակալ եմ շատ Տիկին Երանոսյան, մենք ձեզ լսեցինք, նկատի կունենանք։ Շնորհակալություն ենք հայտնում հարգելի գործընկերներ այսօրվա հանդիպման մասնակցության համար։
Սիրով խոսքս փոխանցեմ Տիկին Հարությունյանին։ Հարգելի տնօրեններ, մենք նույնպես Կզնակ հիմնադրամի կողմից շնորհակալություն ենք հայտնում նման հետաքրքիր բովանդակալից հարցազրույցի համար։ Ձեր բոլորի կարծիքները հաշվի կառնվի, կքննարկվի, կդիտարկվի։ Շատ շնորհակալ ենք մասնակցության համար։ Մենք էլ ենք շնորհակալ։ Մենք Մենք ենք ենք շնորհակալ։ Եվ համար։ ասել թե որևէ առաջարկություն ու դատների հետ կապված նշանակում է մենք չենք կարող այս պահին առաջարկություն անել, որովհետև դուք այնքան մատչելի մեզ տվեցիք այդ ամենը։ Ասում եմ, կարծես մենք սովորեցինք ՈՒՏԱՊ-ի այբուբենը։ Ու մնում է, որ մենք դա մաղթենք եւ իրագործենք։ Մենք էլ ենք շնորհակալ։ Եվս մեկ անգամ Հաջողություն։ շնորհակալություն բոլորիդ։ Ստեսություն։ Ցտեսություն։ Տեսություն։